Մանուկները եկեղեցում ծրագրի պատասխանատու Ազատուհի Բալասանյանը 2 տարի առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան։ 1 տարի անց արդեն Լուսավորչի կանթեղ միության անդամ էր։ Այստեղ անմիջապես անցել է գործի, կիրառելով իր փորձառությունը։ Այստեղ նկատեցի, որ տենց նման ծրագիրները բագասում են, դրանից ավելի մղվեցինք, դրանից քաչալերված մղվեցինք, որովհետեւ այսինքն բոլոր երեխաներին մեջն էլ ժպիտը տեսնենք ոնց Աստծո խոսքը հասնում է իրենց սրտին մեջ, դա մեզ կողունակություն է տալիս, ուրախություն է տալիս։ Երեխեքը ուղղակի իրենք բարի ջամփան շատ կսիրեն։ Ինչ որ իրենք սրդով մտիկ կնեն, ոչ միայն ականջներով։ Գլսեն խոսքը եւ իրենց սրտին եւ կհանգչի, որով դա մեր խոսքը չէ, մեր խոսքերը չէ, որ մենք հնարած ենք, ապա Աստծո շունչը գա այդ խոսքերի մեջ, որ երեխեքը շատ շուտ ընդելանում են, հանգստանում։ Սերոբ Սարգսակյանը ծրագրի հոգևոր պատասխանատուն է։ Նա կամավորների հետ միասին մշակում է յուրաքանչյուր կիրակնօրյա դասի նյութը։ Այստեղ մանուկները խաղի միջոցով հոգևոր գիտելիք են ստանում, ծանոթանում են աստվածաշնչյան պատումներին, ուսումնասիրում են շարականներ։ Մենք փորձ կարելի ասել ունեինք, որովհետև մենք ամեն ամիս գնում ենք մանկատներ մեր երեխաների հետ, երիտասարդների հետ։ Երիտասարդները այնտեղ երգում են, պարում են, ուրախացնում են մանուկներին, ինչ որ քրիստոնեական դաստիարակություն ենք տալիս իրենց եւ վերադառնում ենք, սակայն որոշեցինք մենք մի ծրագիր անենք, որը շարունակական բնույթ կկրի։ Ծրագրի սկզբում հունվարին մասնակից երեխաների թիվը չէր անցնում 1 տասնյակը, 4 շաբաթում նրանց թիվն աճեց մինչև 40։ Տարիքային սահմանափակում չկա, բոլորին էլ գրավում է այս հետաքրքիր եւ անմիջական նախաձեռնությունը։ Ես այստեղ եկա, որ սովորեմ քրիստոնյա ինչպես լինեմ, մեզի պատմում են Հիսուս Քրիստոսի հրաշքների մասին։ Խաղալով բան չես կարող սովորել, բայց որ գաս միություն երեխաների կարաս ամեն ինչ իմանաս։ Այստեղ մենք սովորում ենք ամեն ինչ, աստվածաշնչյան առակներ, անգիրներ ենք անում։ Օրինակ այսօր սովորել ենք Սաղմոս 121-ը, 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը։ Յուրաքանչյուր հանդիպման ավարտին կամավորները տեխնիկային փոքրիկ բեմադրություններ են ներկայացնում, իսկ այստեղից անպայման նվերներով են հեռանում։ Ստելա Գևորգյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։